Տեղյակ եք, որ նոր թաղամաս են կառուցելու, տարածքը գերակա շահ է ճանաչվել ու բնակարանները պետությունը գնելու է բնակիչներից։ Ես չեմ ուզում вообще Նորագյուղից դուրս գամ։ Ես 42 տարեկան եմ, ծնվել եմ, մեծացել եմ ստեղ, հարս եմ գնացել, հիմա նորից ապրում եմ ստեղ։ Այս նույն տեղում։ Ես կուզեմ, որովհետև իմ տունը ահավոր է, ապրել չի լինում։ Չեմ կարա։ Սարքած 55 տարվա տունը ահավոր է, քանդվը մաբլ մայ վիճակի չենք սարքելու, չենք կարողանում։ Շատերս մեզ ոգևորությամբ սպասում ենք, որ պիտի քանդեն։ Մարդիկ էլ կան այնքան լավ ու ճոխ տներ ունեն, որ ինչ էլ տան, ինչքան էլ փող տան, մեկ այդ մարդկանց չեն կարել գոհացնեն։ Ինչքան էլ ուզում ես փող տուր, մեկ օրինակ էս տունը։ Ինչքան էլ ուզում ես փող տուր, ես մարդու ոսկի տունը քանդես, ինչ ստացվի էլի, ինքը շատ դիխոր կլինի, չենք չի գոհ, մեկը ինքը դժգոհ կլինի, բայց 1000 հոգի էլ ուրախ կլինեն, որովհետև իրանց այդ տներից լուծում են գտնում։ Այսքան տարի հարս եմ եղել, հա քանդում են, դրա համար մարդիկ չեն կարողանում տները սարքեն, գործանեն, թե քանդեն, այտենց էլ դուզն ասած չենք հավատում հիմա էլ, որովհետև արդեն քան տարի է։ Ոչ մեկն էլ չեն ուզի, որ իրանց Նորագյուղից դուրս գան, որովհետև Նորագյուղը շատ լավ տեղ է, խի պետք է դուրս գան, որ 1000 հոգուց 800 հոգին շատ ուրախ կլինի վճարումներից, իսկ 200-ը տխուր ալնելու հաստատ։ Չի կարա սաղի համար լավ պայման լինի դա։ Այն գնով, որ այս մարդը կոնկրետ այս տունը կարանա այդ փողով ինքը գնա, մի փողոց են կողմ, այդ տունը առնի։ Մեր տունը որ քանդեն, մենք կարանանք օրինակ այդ փողով հենց նույն տեղում տունը առնենք։ Այդքան փող պիտի տան, որ հենց նույն տեղում առնես։ Թե $1000 կլի, թե $10,000 քառակուսին, դա կապ չունի, որտեղ մենք այդ տարածքում ենք, չէ՞։ Այդ տարածքում պիտի գնահատված մեզ զգանք, որ հենց նույն տեղում կարողանանք տուն առնենք կամ գնանք Կիլիկիայում նույն տունը առնենք։ Կիլիկիան դիմացի փողոցն է ընդհանրապես։ Այդքան պիտի վճարեն, որ մարդը գոհ, ասի դե հիմա լավ սենց տեղափոխությունը ստացվեց, բայց գոնե պլյուսով տեղափոխություն դժգոհ չէ թանկ, էլի գոնե ասենք ապրես, նոր գնանք, չասենք, էս ինչ արեցինք։ Կտխրենք, սովորենք մեր տանը, ինչքան էլ որ վատ լինի, սովորել ենք, ինչ անենք, ուղղակի գումար ունենանք, սարքենք այդքան բան, բայց դե ինչ անենք։ Մի քիչ էլ էս տքերի համար մարդիկ ուզում են, որ ինչքան էլ վճարեն, ես տխուր եմ մնալու։ Ին տունը նենց է սարքած սիրուն ակուրատնի չի բերել $3000 տա։ Բայց դեն հարևանին էլ որ $2000 տա, այն ուրախ ալնելու հաստատ։ Ես ոչ մի խնդիր էլ չեմ տենում, вообще ընդհանրապես խնդիր չեմ տենում։ Մենակ այս ճանապարհների խնդիրներն է։ Իմ տունը խնդիր չունի, կողքի տուն ունի։ Էսի գլոբալ խնդիրները ոչ ստանդարտներ են, սաղինը տարբեր է, սաղ, քիչ տուն չի, էլի։ Ընտրություններին 5-6000 վայթեմ ընտրող ենք ունենում այս տարածքում, քիչ մարդ չի, հետի որ տների ես վերածում, հետո կարող է վերևից նայես մի կրիշ երևա, բայց մի կրիշի տակ 6 տուն գոյություն ունի առանձին վկայականներով, ընդհանուր առաջարկը ինչ որ մեկ եկի առել է, երկրորդ հարկը ընդհանրապես կոմիտասիա եկի առել է, շենքի պես վաճառվել է, մի մարդու տուն չի էսի, որ ասես քառակուսով կվճարեն կամ բան, ունակ տուն կա երրորդ հարկը կոմիտասից եկավ առավ, առաջարկը մանումետից առան, որպես էժան տներ տարբեր տեղերից գալի առնում են, ոչ թե վերջում, այլ 10 տարի առաջ, 2 տարի առաջ, էս այդ տարածքն անդադ տուն է, ծախում են, առնում են, գնում են, գալիս են, էսի շատ բան խնդիր է, նուրբ խնդիր է, հետո այն պրոբլեմները, որ եղել է Հյուսիսային պողոտա, Ֆիրդուս, Կոնդ, Մալացիա, շատ տեղեր է եղել է, պիտի այդ լրիվ խնդիրները իրանք վերլուծեն, նույն խնդիրը հանգարցտե չկրկնեն, որտեվ էսի միանգամից է սկսելու, այդ նույն խնդիրները եթե կրկնվեց, մարդիկ դժգոհ մնացին, մեծ բունտ կառաջանա ստե, ու մեկը մյուսով կկպնեն էսի մի խումբ է, մի մարմին է Նորագյուղը, ուղղակի կոնդ բանի չէ էլի, կոնդի Սարյանի փոշտը քանդեցին, մի 5-6 տան մասին էր խոսքը։ Ֆիրդուսը քիչ մարդկանց թուլացրեցին ումը ոնց կարացան առանստե պիտի լուրջ հաշվարկանեն չպիտի փորձեն խափեն մարդկանց էդի խափելը թույլ չենք տա ոչ մեկս ինչքան որ մինչև որս տեսել ենք լսել ենք վստահում ենք այդ թե մեր գլխին ինչ կգա մենք չենք որովհետև շատերը կարան լինեն որ չվստահեն բայց շատ մարդիկ իրանց տենում լսում են, ասեն ախպեր վստահում են, որովհետև ամբողջ երկիրն է մեզի տենում լսում, մենք չենք կարա շատ բաներ բարձրաձայնենք։ Ստիպված կասենք, հա, լավ էր, շատ շնորհակալ եմ մեր ղեկավարներից, չենք փնովի մեր ղեկավարներին։ Կարող է տարբեր տեղեր էլ ինչ որ խնդիրներ լինեն, մարդիկ ամոթու չբարձրաձայնեն, որ
կողքից չիմանան ինչա կատարվում մեր երկրում։ Պիտի պատվով դուրս գան, այս նորագյուղը մեծ հարց է, պիտի պատվով դուրս գան մեր պետությունը։ Հակառակ դեպքում հարցը ընտրությունները չի, հարցը ընտրությունները չի։ Անցած տարի էլ են նման ծրագրեր եղել, նախանցած տարի ամեն տարի է լինում է թե մարզերում, թե մեկ էլ մյուս տեղ, սաղ տեղերն էլ լինում է։ Պիտի պատվով դուրս գաք, մենք էլ ձեր հետ։